Լաթաքիայի շրջանի ամենամեծ քաղաքներից մեկը Ջաբլան այս տեսքն ունի Սիրիայի ժամանակավոր կառավարական ուժերի եւ զինյալ ապստամբների բախումներից հետո։ Ջաբլան միշտ էլ Սիրիայի Ալևի ղեկավար Ասադին աջակցող քաղաքներից էր։ Ալևիների մեծ համայնքից հարյուրավոր խաղաղ բնակիչներ են սպանվել, խոշտանգվել։ Ջաբլայում ցնցված են բոլորը, անկախ դավանանքից։ Բոլորս մի ընտանիք ենք, Ալևի թե Սունի։ Երբ ընտանիքս Հալեպից տեղափոխվել է այստեղ, ոչ ոք այս քաղաքում մեզ չհարցրեց. Ալևի եք, Սունի եք, Հալեպցի եք։ Նրանք պարզապես բացեցին իրենց տների դռները մեր առջև։ Ցավը շատ մեծ է։ Ոչինչ չի մնացել այս տղամարդու արհեստանոցից։ 10 տարվա մեջ առաջին անգամ չի կարողացել բացել դռները։ Դուռ չկա, ոչինչ չկա։ Ողբերգություն էր կատարվածը։ Այստեղ ոչ ոք, ոչ սունիները, ոչ ալևիները չէին ուզում, որ սա տեղի ունենա։ Վնասը բոլորս ենք կրում։ Գրեթե ոչինչ չի մնացել նաև Ջաբլայի հիվանդանոցից։ Բժիշկ Զայնը հիշում է, թե ինչպես է տեղի ունեցել հարձակումը, բայց չգիտի, թե ովքեր էին գրոհայինները, կառավարական ուժերը, թե ապստամբները։ Նրանց թիրախը հիվանդանոցում գտնվողներն էին։ Անվտանգության աշխատակիցները դիմադրեցին եւ բարիկադավորվեցին այս հարկում, մինչ մենք թաքնվում էինք սենյակներում։ Այն հիվանդները, որոնք կարողանում էին քայլել, հասցրին լքել հիվանդանոցը։ Ալին Սարսորով է հիշում քարորյա կոտորածները, հղի կնոջ հետ տանն էր պատսպարվել, ոչ ուտելիք ունեին, ոչ ջուր, շուրջ բոլորը կրակի մեջ էր։ Այս երկրում արդեն բավականին արյուն, ահաբեկություն ու վախ կա։ Բավական է։ Դժվար է իրար սիրելը։ Սերը լքել է ոչ միայն Ջաբլան, ամբողջ Սիրիայում անորոշություն է, օդից մեծ տագնապ է կախված։ Դուք բոլորը ծայրահեղ իսլամիստներ եք, ուղակի համազգեստով։ Այսպիսի վանկարկումներով են մարդիկ դիմավորում կառավարական ուժերի շտապ օգնության մեքենաները, որոնք եկել են Ջաբլա տեղափոխելու ռուսական Հմեյմիմ ռազմական ավիաբազայում ապաստանած հարյուրավոր մարդկանց։ Եկել ենք ասելու, որ արդեն անվտանգ է, արդեն կարող են վերադառնալ։ Անվտանգության ուժերը սկսել են տեղակայվել եւ հսկում են անցուդարձը։ Իսկ Ջաբլա, Քարդահ քաղաքների եւ շրջակայքի մեծ մասը մաքրվել է։ Կառավարությունից եկած մարդուն չեն հավատում մահից փրկված մարդիկ, թե ինչքան կարող են մնալ ռուսների հսկողության տակ, պարզ չէ։ Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։